Այնքան եմ ուրախանում, որ Երևանում էս հայաթը կա, այս հայաթը ունենք ու այս հայաթում գոնե ազատություն ես զգում այն առումով, որ գալիս նստում ես ու կարում ես մի քիչ արևին տեսնես, բացի այդ առավոտ մարզվում եմ ստեղ ու էդի ոնց որ ագին ստիմուլ է տալիս հետոն օրվա հետոն լավ զգալու ու ինքդ քո հետ լավ լինելու էլի, էդի ագին լավ է ազդում, բա թե չէ մնացա որ ինչ-որ կոնտրաստներ կա էլի, երբ որ գալիս եմ Երևան, կոնտրաստներ ես զգում, փոփոխությունների, որովհետև կյանքերի կտրուկ տարբերություններ կան, Գերմանիա, Երևան ու վիբրացիաների տարբերություններ կան, ալիքների, էներգիաների տարբերություններ կան, այդ տարբերությունների մեջ պետք է կարողանաս ինչ-որ կերպ ինտեգրվես, ադապտանաս, մեր փիսոնա սև, պետք է կարողանաս ինչ-որ կերպ ադապտանաս, դա հեշտ բան չի, որովհետև անընդհատ այդ փոփոխությունը ոնց որ դու գիտես արդեն, անընդհատ գնալ գալով բան, բայց շատ ժամանակ ոնց որ էլի ջանք ու եռանդա պետք լինում, որ կարողանաս նորից հետ ադապտանաս էլի, բայց ինչի մասին, որ այսօր ուզում էի խոսել, հենց էդի այն միտքներ, որ այսօր գլխիս եկավ, որ ինչքան մարդը դժվարություններից փախնում է, այդքան ինքը իրան վնասում է, մարդուն թվում է, որ ինչքան դժվարություններից ինքը փախնի, այդքան իրան կպաշտպանի, այդքան ինքը իրան չի խոցի, կպահի, որ հանգարց իր մատը փուշ չմտնի բան, բայց մյուս կողմից էլ մարդը պետք է մի շնորհակալ լինի, որ իր առաջ գալիս են մարտահրավերներ, իր առաջ գալիս են պատնեշներ, որոնք որ պետք է ինքը ինչ-որ կերպ անցնի։ Այդ միտքը այսօր ուղղակի առավոտ եկավ գլխիս զուտ, երբ որ ես ամեն առավոտ վեր եմ գնում ու փորձում եմ մարզվեմ ու հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով որ ինքը առավոտ հելնում է, որ ինչ-որ մի բան անի, այսինքն մարզվի, իր մարմինը կոփի, ինքը հավեսից ելնելով էդի չի անում, նամանավանդ երբ որ դուրսը մինուս է, օրինակ եմ ասում։ Երբ որ մարդը հելնում է վերակենում, որ ինքը դրան ընդառաջ գնա, դեմ հանդիման գնա, մարդը զգում է, որ իր մարմինը այտենց չի ուզում, դեմ է գնում, ընդդիմանում է, բայց մարդը ասում է, չէ, պետք է դա անեմ, ու մարդուն հարկավոր է լինում ինչ-որ մի բան կյանքում օրվա մեջ, որ ինքը կհաղթահարի։ Այսինքն առանց հաղթահարման մարդը ինքը իրան լավ չի զգում, մարդուն հարկավոր են ինչ-ինչ պատնեշներ, որոնք որ ինքը կարողանա օրվա մեջ հաղթահարի, որ ինքը իրան այդ իր ներքին հորմոնները բացվեն, ծաղկեն, աճեն, ինքը երջանկություններ ապրի։ Երբ որ ինքը առավոտ հելնում է ինչ-որ բան անում ինքը իր համար, ինքը զգում է, որ վсё, ես հաղթահարեցի։ Իսկ ինչ է ինքը հաղթահարեց, ինքը հաղթահարեց իր էգոյի դեմ կռիվը։ Ինքը հաղթահարեց իր էգոյի դեմ պատերազմը, որ իր էգոն ասում էր, խնդրում եմ, էլի մի գնա սառին, ցուրտ ախր կմրսես բան։ Մարդը վերակենում ասում, չէ, ու դա ամեն օր է ինքը անում։ Երբ որ դա ինքը ամեն օր է կատարում, ինքը հասկանում է, որ դա դառնում է իր համար արդեն process, ու ինքը կարողանում է դա նաև ինտեգրի իր կյանքի մնացած էտապների մեջ, ինքը կարողանում է ինտեգրի մնացած սեգմենտների մեջ իր կյանքի։ Ու երբ որ ինքը առավոտ հելնում է ու իրան հիշացնում է, որ կյանքում կան, ոչ թե կան, այլ ընդհանուր կյանքն է այդպիսին, որ հաղթահարման մեջ է դրած կյանքը, որ ամեն քայլդ մի հաղթահարման էտապ է, մի հաղթահարման փուլ է։ Ու երբ որ դու առավոտ հելնում ես ինքդ քեզ հիշացնելու, որ այսօր հաղթահարեցի ինձ, ու մնացած ինչ էր որ կա կյանքումս, ես պետք է հաղթահարեմ ու իմ օրվա մեջ։ Այդպիսով մարդը կարողանում է ընդունի, որ կյանքը ինքը սովորելու ընթացք է ու կյանքում ինչ որ գալիս է, մարդ պետք է հաղթահարի ու անցնի, ու ինքը պետք է դիտարկի դա որպես խաղ, պետք է դիտարկի դա որպես մի հատ վիճակ, այսինքն մի հատ, ինչ ասեմ, հիմա չգիտեմ, բայց կյանքը այնքան կարճ է, որ
Մարդը պետք է ընդունի այդ փաստը, որ այդ կարճ ընթացքի մեջ ինքը մենակ եկել է այստեղ սովորելու, մենակ եկել է ինքը կորզելու, ինֆորմացիա վերցնելու ու այդ ինֆորմացիան ցանցի մեջով, քամիչի մեջով անցկացնելու ու իր համար հարկավոր ինֆորմացիան պահելու։ Բայց էգոն ինքը ուրիշ դերակատարություն է խաղում մարդու կյանքում։ Էգոն միշտ ինքը մարդուն ճնշում է ու հետ է պահում այդ հաղթահարումների փուլերից։ Էգոն ինքը միշտ ասում ախպեր, խնդրում եմ դու քեզ ափսոսա, խնդրում եմ քեզ պահի, խնդրում եմ մի շարժվի, վայ հանգարց աստիճաններով մի հելի, բան ասենց ինչ որ մի բան էլի։ Ու երբ որ մարդը ինքը հասկանում է, որ էգոն ինքը դեմ է, որ ինքը որ հենց մարդը զարգանա, զարգացում ապրի, բարգավաճի, այդ բայց սկսած ինքը սկսում է արդեն էգոյի դեմ պայքար մղել։ Ինքը սկսում է էգոյին ոչնչացնել իր ներսում ու թույլ է տալիս, որ այն ամեն ինչը որ կյանքը բերում է դեպի իրան, որ ինքը դա հաղթահարի, ինքը ասած բաց ձեռքերով ասում է եկեք ախպեր։ Եկեք ես ձեզ ընդունեմ ու ես հասկանամ, թե ձեր հետ ոնց են վարվում։ Որովհետև դուք այն ամեն ինչն եք, ինչը որ ինձ իմաստ է հաղորդում։ Դուք այն ամեն ինչն եք, ինչի համար ես այստեղ ապրում եմ։ Եթե մարդը այդ ընթացքների մեջով չի անցնում, ինքը չի ինքնաճանաչվում, ինքը չի կարողանում կողմնորոշվի, թե ինքը ինչի մասին է, իր հետ այդ process-ները իր վրա ոնց են ազդում, ու այդ process-ների մեջից ինքը ինչ նոր կերպով է արդեն արթնանում, վերածնվում, ինչ կերպեր է ինքը փոփոխում իր մեջ։ Պետք չի պատնեշներից փախնել, պետք է այդ պատնեշներին ուղղակի դեմ գնալ, ոչ թե դեմ գնալ, որ կռվել, պարտադիր, այլ դեմ գնալ, փորձել այդ ամեն ինչը բացել, փորձել այդ ամեն ինչը հասկանալ, թե դրանց իմաստները որոնք են, ու հետո արդեն քո մեջ սկսում է ձևավորվել միտք, որ ինչ էլ որ քո դեմ գալիս է, դու արդեն ուրախանում ես, ասում ես, լավ է որ եկել ես, հիմա ես տեսնեմ քեզ ոնց եմ անցնելու, դառնում է խնդիր, ժամանակին երբ որ մաթեմի, ֆիզիկայի, երկրաչափության խնդիրները նոր էիր սկսում լուծել ու հələ բանաձևերը չգիտեիր, անտանելի ատելի էր այդ ամեն ինչը, դու չես սիրում այդ, որովհետև դու բանաձևերը չգիտեիր, դու խնդրի լուծման ձևերը, մեթոդիկան չգիտեիր, դու չգիտեիր թե որտեղից սկսես, որ գազ հանգես լուծմանը։ Ու երբ որ արդեն դառավ այդ լուծումները քո համար հայտնի ու արդեն երբ որ դու այդ լուծման մեթոդներին սկսեցիր տիրապետել, այդ բանաձևերին սկսեցիր տիրապետել, այդ ամեն ինչը դառավ քո համար հաճույք։ Դու նստում ես սեմուշկի պես այդ ամեն ինչը չրթելու, որովհետև դա քեզ հաճույք էր հաղորդում։ Նույնն էլ կյանքն է։ Ինչքան մարդը ինքը հələ այդ բանաձևերին չի տիրապետում, ինքը փախնում է այդ ամեն ինչից, ինքը փախնում է լուծումներից։ Դրա համար մարդը ուղղակի պետքա անկալի, պետքա ինքը գիտակցի, որ այս կյանքը ինքը այդ խնդիրների լուծման մասին է, ու երբ որ այդ խնդիրները գալիս են ու դու լուծում ես դրանք, քո բանաձևերով, քո կյանքից վերցրած իմաստություններով ու ճշմարտություններով կարողանում ես գաս լուծմանը, դու դրանից ահռելի նոր իմաստություն ես ստանում, որովհետև յուրաքանչյուր խնդիր ինքը իր հերթին քեզ իմաստություն է հաղորդում, արի, արի դե, դամբոլ, պիսո, նայ, պետքը չի, հացա կերել պետքը չի, այդ մարդու հենց հաշ չի ուտում, մի պիս ես անում գալիս է, ես չսիրեցի ես կենթանիներ, դե լավ ինչ-որ է, վերադառնանք մեր զրույցին, ու դրանից ելելով ես ինքս իմ մեջ, երբ որ ներսս ընկրկում է ու երբ որ ներսս ինքս այդ ամեն ինչին, այդ պատնեշներին դեմ է գնում, ասում խնդրում եմ քեզ զերծ պահի ամեն խնդրից, քեզ զերծ պահի պրոբլեմներից, ես ինքս ինձ հիշացնում եմ ամեն առավոտ, որ չէ, դու պետք է դեմ գնաս այդ ամեն ինչին, դու պետք է գնաս այդ խնդիրների լուծմանը, դու պետք է գնաս այդ տրված պրոբլեմների լուծմանը ու պետք է դու շնորհակալ լինես կյանքում, որ կյանքը քեզ տալիս է այդ հնարավորությունները, որ դու խնդիրներ լուծես։ Կյանքը քեզ տալիս է այն հնարավորությունները, որ դու կարողանաս կյանքից իմաստություն քաղես։ Ու շնորհակալ եմ հենց դրա համար կյանքին, որ կյանքից գցել անեց վիճակների մեջ, որ ես անելանելի եմ եղել ու չեմ կարողացել փախնեմ ու ես պետք է լուծեի այդ ամեն ինչը կամ պետք է լուծեմ այդ ամեն ինչը։
ու հետո դա արդեն դառնում է sense կայֆ, դա դառնում է արդեն ինչ-որ մի հատ վիճակ, որ էլ ավելի դժվար վիճակներ, դժվար որոշումներ են գալիս, որոնց որ դու դեմ ես կանգնում, ասում ես լավ, հիմա ես քեզ ոնց պետք է լուծեմ։ Բայց դրա համար ամենամեծ անհրաժեշտությունը ամեն օր քեզ հիշացնելն է, որ ինչ էլ որ գալիս է, քո համար է գալիս։ Ոչ թե նեղվելը ու ասելը, ահ, կյանքը խի էս ինձ տվեց, կամ եթե սենց լներ, սենց կլներ, կամ եթե նենց լներ, ուրիշ կերպ կլներ։ Ոչ մի կերպ էլ չի, այնա ինչ որ դու ունես, այնա ոնց որ դու կաս։ Ու ոնց որ դու կաս, դու այդ խնդիրների մեջով անցնելով ես դարել այդպիսին։ Ու եթե դու քեզ սիրում ես այդպիսին, ուրեմն ճիշտ ուղու վրա ես։ Ուրեմն կյանքը քեզ տվել է հենց այն ամեն ինչը, ինչը որ քեզ բերել է, հանգեցրել է այնպիսին լինելուն, ինչպիսին որ դու կաս։ Էլ ինչից ես դժգոհում։ Էլ խի ես ասում, եթե սենց լիներ, նենց կլներ, նենց լիներ, ուրիշ կերպ կլներ։ Հա, այլ ընդհակառակը խի շնորհակալ չես, որ կյանքը քեզ բերել է այն պատնեշներին, որ դու անցնես, ու սկսես դրանով քեզ սիրել։ Ու սկսես թե քեզ շնորհակալ լինել, թե կյանքին շնորհակալ լինել, որ դու կարողացել ես կյանքից ստանալ այդ բանալիները։ Այ վեճը չի հացը կերել։ Կուշտա։ Փսո, գնաց մարդը։ Ոչ կլսի ոչ բան կանի։ Հա, պետքա շնորհակալ լինենք։ Պետքա շնորհակալ լինենք այն ամեն ինչի համար, ինչ մեզ տրվել է։ Եթե մարդ եկել է հանգել է նրան, որ ինքը իրան սիրում է, դա այդ կետն է, որտեղ որ ինքը գալիս է նաև այդ շնորհակալության զգացմանը, որ շնորհակալ եմ։ Ինչ կա, դա ընտիրա, որովհետև սաղ իմ համար ես արել։ Սաղ արել ես նրա համար, որ ես լինեմ այսպիսին։ Սաղ արել ես նրա համար, որ ես դառնամ այսպիսին։ Բա պետք չի կյանքին դեմ գնալ, որովհետև կյանքն է ինքը որոշում, թե քեզ ինչ ուղարկի։ Պետք չի կյանքից բողոքել, պետք չի կյանքից դժգոհել։ Շատ ժամանակ ենք մենք թուլանում ու սկսում դժգոհել, խի սենց եղավ, խին ենց եղավ, որովհետև սաղ դնում ենք համեմատությունների մեջ։ Սաղ դնում ենք համեմատականությունների մեջ, որ գիտես ինչ, խի է այս մեկի կյանքը սենց, այն մեկի կյանքը նենց։ Բայց իմ համար հստակ բաժանարարներ կան։ Դա նրանք են, որ եթե իմ կյանքը այսպիսինն է, ես դրա մեջ եմ, ես էլ ինչ որ մեկն եմ, ով որ այդ կյանքից ընկալում, ստանում, վերցնում, կորզում այն ամեն ինչը որ իրան դարձնում է այնպիսին, ինչպիսին դու կաս։ Ուրիշ մեկի կյանքն էլ իր կերպի է, ու ինքը կարա աչքով տեսնենք, կարա ինքը ունենա հազար ու մի բաներ, շքեղություններ, կարա ունենա, չգիտեմ, այն ամեն ինչը որ մեր մոտ է պակասում, ու մեզ թվա, որ իր խնդիրները ինչ է, որ լուծված է, էլի։ Բայց ես ինքս իմ մեջ այդ կոնտրոլը միշտ դնում եմ, որ գիտես ինչ, ավելի լավ է քիչ լինի, ու դու շատ խնդիրներ ունենաս, ավելի լավ է կյանքը քեզ տա մաս, որ դու կարողանաս ամեն կետում սովորելով առաջ գնաս, քան թե բերեն լցնեն գլխիդ ամեն ինչ ու ասեն դե վայլի, որովհետև ինչ, վայլի ոչ մի խնդիր մի լուծի, ու ուղղակի բույսի նման ապրի ես կյանքը, ումն է դա պետք, ումն է պետք, ինձ դա պետք չի, ես համոզվել եմ, որ դա ինձ պետք չի, ու դրա համար ես նաև հաշտ եմ այն ամեն ինչի հետ, ինչը որ գալիս է, ու ինչը որ գնում է, ինչը որ դեռ կգա ու կգնա, հաշտ ես, ու ասում ես թե եկել ես, հա, մի պահ տագնապ ես ապրում, ասում ես գիտես ինչ, հա, հիմա եկել ես, հիմա վաբշա ռեսուրս չունեմ, գլխից լցրած է հազար ու մի պլան, պետք է սրանք կատարեմ, նրանք կատարեն, որ հասցնեմ, բան, բայց կյանքը քո պլանները ինքը հաշվի չի առնում, ինքը իր պլաններն ունի քո հետ, ինքը իրանը ունի քո հետ, ինքը գիտի թե որ պահին քեզ ինչ ուղարկի, որովհետև այդ պրիորիտետները, որը որ դու քո համար նախատեսել էիր, դա չի նշանակում, որ կյանքն էլ ունի քո համար նույն պրիորիտետները։ Ինքն է քո համար պրիորիտետը որոշում, դու կարող ես կողքից ինչ որ պրիորիտետներ որոշես, որ քո մեջ առանձնացնես ու քեզ թվա հա դրանք են քո պրիորիտետները, մեկ էլ հոբ կգա մի հատ կյանքում տնես վիճակ, որ կասես ախպեր, այն ամեն ինչը որ ես որոշել էի որպես պրիորիտետ, ոչ մի առաջնահերթություն էլ չէ, առաջնահերթություն, պրիորիտետ չէ։ Կյանքը ինքը հստակ գիտի, որ պահին է քեզ ինչ տալու, որ դու դրանով այդ բացը լցնես, որովհետև ինքն է քեզ տեսնում, թե ինչ բացեր են գոյացել քո մոտ, ու այդ բացերը ինչ ինֆորմացիաների ու ինչ երևույթների, ինչ դիպվածների միջոցով է լցվելու։ Կյանքում ինչ դեպքերի միջոցով է լցվելու։ Միտեղ գալիս է այս, միտեղ գալիս է այն, միտեղ ես դες վնասում, միտեղ մի բան է պատահում, միտեղ մի բան ես կորցնում, միտեղ մի բան ես գտնում։
ու այդ ամեն ինչը առաջին հայացքից մեզ թվում է, որ ահ վատ է, այս ինչ վատ եղավ, այս ինչ եղավ, բան, ու հետո հաջորդ քայլին դու զգում ես, չէ, որ դու դրանից ինչը որ ստացար, դի 1000 անգամ ավելի մեծ գնահատականի էր, քո համար ավելի արժան, քան այն ամեն ինչը որ դու այդ բան կորցրիր։ Բա այսպիսով ուզեցա այսքանով այսօր կիսվեի, որովհետև այդ միտքը այսօր եկավ գլխիս, ու ուզեցա ուղղակի խոսեի, որպես ինքնազրույց։ Շնորհակալ եմ շատ։ Մեկ ափսոսում եմ, որ Երևանի օդը սենց է ու որ անգամ նայում ես վերև արևը կա, բայց արևը չի երևում։ Որ 100 մետրի վրա դու շենքը մշուշի մեջ ես տեսնում, որովհետև ինչ որ օդը չգիտես օդում ինչ է տիրում, ու դա ոչ առավոտվա ցողն է, ոչ ինչ որ մառախուղ չի, բայց մառախուղի մեջ ես։ Չգիտեմ ինչ է։ Ու ես զգում եմ ինքս իմ վրա, ես զգում եմ իմ շնչառության վրա, որ ինչ որ մի բան է ինչի, ես դա իրոք զգում եմ։ Ես չեմ գնում վազելու առավոտը, որովհետև փորձում եմ ինչքան հնարավոր է խորը չշնչեմ, բայց քանի որ սպորտը ինձ այստեղ շատ է օգնում, ստեղում միշտ առավոտ ելնում եմ ես Հայաթում, բոքսով եմ փորձում զբաղվեմ, որ օրս դեպի դրականը տանեմ, իմ ընկալումները, իմ մտքերը, ամեն ինչ դնեմ դրականի ֆոնի վրա, որ հետո նոր սկսեմ օրս։ Դրանով եմ պայմանավորում նաև։ Հա, պետք է մեր մտքերը մաքրենք, աշխատենք մեր մտքերի վրա, ինչ էլ որ կա, ինչ էլ որ գալիս ու գնում է մեր կյանք, պետք է փորձենք ընկալումները փոփոխենք ու դնենք դրական գծերի վրա, որ կարողանանք թույլ տանք, որ կյանքի դիպվածները մեր վրա մենակ լավ ազդեն, մեզ լավ ինֆորմացիայով սնեն, մեզ իմաստություն տան, մեզ հասկացողություն ու գիտակցություն տան, որ մենք մեր քաղելունը կյանքից քաղենք ու գնանք, որովհետև կյանքը ահավոր կարճ է, շատ կարճ է կյանքը։ Դրա համար ափսոս է, պետք է ապրել։ Ոչ թե ափսոսա նրա համար, որ հետ պահես քեզ լիքը բաներից, այլ ափսոսա նրա համար, որ հենց դա քեզ չպետք է հետ պահես ու պետք է քեզ գցես, այդքանով ափսոս, որ հենց քեզ մարդը պետք է իրան գցի այդ ամեն ինչի մեջ, հիշելով, որ ափսոս է, որ ես ինքս չգցեմ ինձ, ինչ դիպվածների մեջ, որ ինձ լիքը բան կսովորացնի։ Շնորհակալ եմ լսելու համար, ու շնորհակալ եմ թույլ տալու այս ամեն ինչը ձեր հետ կիսվելու համար։ Մերսի։ Մինչ հաջորդ անգամ։